Ամեն օրվա պես սեպտեմբերի 19-ին գնացի դպրոցի աշխատանքին, մեկ էլ աղջիկը զանգեց Ստեփանակերտից, թե մամ, նոր տրանսպորտում էի փողեր տարել, որ ուղարկի տղայիս համար, դե դեղորայքը թանկ էր, դրսից էինք բերում տուրնիկից, դեղորայքը գումարը ինչ ընկնում էր աշխատավարձ ենք ստանում, փոխանցում էինք իրաց։ Ասաց մի մարդ ասաց ռուսներն ասել են գնացեք մտեք պատվալ։ Ուր եք, որտեղ եք, ինչ եք անում։ Զանգեցի առաջին պապայիս, մեծ մարդ է, ասի այգին սիրում է ծարտնկել, խնամել եւ այլն, տնից դուրս եկած կլինի, մամայի զանգեցի, ասեցի պապան ուր է, շուտ ասա գա, տուն տնից դուրս չգաք, միջել իմ զանգին կսպասեք։ Փորձեցի զանգել ամուսնուս չստացվեց։ Արդեն կապալերիվ կտրվել էր, տեսնի ուր է գնացել, որտեղ ենք։ Չստացվեց զանգը։ Հարավության տնից ամեն մեկս մեր գործերը դուրս եկանք ինքը եսի դպրոցին։ Ապճեպ ստացվեց մեր նշանում։ Չեմ կարում աշտվել, չեմ կարում ինձ ներել, չեմ ընդունում, որ ինքը չկա։